Ռուս և ուկրաինացի պատվիրակների հանդիպման երկրորդ փուլը Ստամբուլում մեկնարկել է նախատեսվածից մոտ 2 ժամ ուշ։ Անհայտ պատճառներով ձգձգվել են բանակցությունները, չնայած պատվիրակության անդամները նշանակված ժամին Չիրաղան պալատում են եղել։ Առաջինը ռուսական պատվիրակությունն է հասել Չիրաղան պալատ։ Ռուսների հետ գրեթե հավասար ուկրաինական պատվիրակությունն է ժամանել նշանակված վայր, նրանց մեծ մասը զինվորական համազգեստով է եղել։ Միջնորդ կողմը թուրքական պատվիրակությունը հյուրերից կես ժամ առաջ է հասել Չիրաղան, արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխավորությամբ։ Ուկրաինական պատվիրակության կազմը կրկին գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, բայց այսօրվա բանակցություններին ներկա չէ Ուկրաինայի զինված ուժերի շտաբի օպերատիվ իրավունքի վարչության պետ Օլեքսեյ Մալովացկին։ Ռուսական պատվիրակության կազմը անփոփոխ է։ Նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխնախարար Միխայել Գալուզինը, գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը 1 ժամից ավել է տևել։ Հանդիպումից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գերիների փոխանակման վերաբերյալ ընդհանուր հայտարարի են եկել։ Մենք համաձայնության ենք եկել գերիների փոխանակման վերաբերյալ։ Կենտրոնացել ենք ծանր վիրավորների, երիտասարդների, նաև զոհվածների մարմինների փոխանակման վրա։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ։ Ուկրաինական կողմը նաև առաջարկել է ռուսներին հունիսի վերջին ևս 1 հանդիպում կազմակերպել։ Բայց Financial Times-ը վստահեցնում է, որ Պուտինի ու նրա թիմի կոշտ դիրքորոշման պատճառով բանագնացները չեն կարողացել շոշափելի առաջընթաց գրանցել։ Մինչ հանդիպման մեկնարկը Ֆիդանը իր ողջույնի խոսքում հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունները օգտակար կլինեն կողմերի համար։ Ռուսաստանի և Ուկրաինայի կանոնավոր հանդիպումները կարևոր են կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ Բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում կքննարկվի հրադադարի հարցը։ Թուրքական կողմը նաև հույս ունի, որ կկարողանան պայմանավորվել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման համար։ Ֆիդանը շեշտել է, որ իրենց նախագահ Էրդողանը մշտական կապի մեջ է Զելենսկիի ու Պուտինի հետ։ Վաղ առավոտից ավելի քան 300 լրատվամիջոցի ներկայացուցիչներ Չիրաղանի պատերի տակ սպասել են, թե ինչ արդյունքներ են գրանցելու բանակցությունները թուրքական հարկի տակ։ Պալատի մոտ անվտանգության աննախադեպ ռեժիմ է սահմանված։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։